Ողջույն, բարի երեկո ժողովուրդ ջան, հարգանքներս բոլորիդ։ Շնորհակալություն այս ժամին միանալու համար։ Ներողություն։ Թույլ տվեք մինչև մեր ընկերներից էլի միանալ։ Ջուրը պենք, հարցնենք ձեր որպիսությունը։ Ասեմ, որ այո, խոսելու ենք հենց քաղաքականությունից, որը փորձառվում վերածել ցինիզմի, դա լկտիության բարձրագույն դրսևորում է, որովհետև քաղաքական գործիչները, եթե պատասխանատվության զգացում չունեն, ապա նրանք բացառապես պետության դեմ են, ուրիշ ձև չկա։ Ու չպիտի այդ մարդիկ քաղաքականություն բառը օգտագործեն, կիրառեն, բավարար չի, դեռ մի բան էլ ունենան, չգիտեմ, ձգտումներ, իսկ մեր քաղաքացիները պիտի վերջի-վերջո սկսեն այս տարրական բաները հասկանալ։ Դուք կարող եք այս ինչ մեկին սիրել, ինչ մեկին չսիրել։ Չնայած առհասարակ քաղաքական գործիչը սիրելը որն է, որ քաղաքական գործիչը կարող է քեզ համար ընդունելի լինել, ընդունելի չլինել, սիրել, չսիրելը, չգիտեմ, ամեն դեպքում լավ, դա խոսքի մեջ ասում ենք, բայց բան անել, մեկին դեմ լինել, ընդդուք միջև նրա գործունեությունը արտել, լավ, հասկացանք, բայց չի կարելի դա փոխարինել դեգեներատիզմով, էլի, հասկանում եք։ Հիմա ասա խոսքի ինչի մասին։ Այն որ բոլոր ժամանակներում իսկապես ցինիզմով զբաղվել են հասարակության զգացմունքները իրենց օգտին ծառայեցնելու համար, սա փաստ է, արձանագրված փաստ է։ Իրեք ոնց, հենց այդպես էլ լինում է հիմնականում ընտրությունները ու ոչ միայն Հայաստանում։ Դες պատահում է։ Եվ որ ընտրություններ են օրինակ ու քաղաքական թիմը ինչ որտեղ նաև այո, պոպուլիզմ է օգտագործում, ինչ որտեղ անընդհատ իրան դրական լույսի ներքո պիտի ներկայացնի, որ չի կարող ասի, հա, այս բանում ես վատ եմ, ինչ չէ։ Բայց երբ որ դա վերածվում է ցինիզմի, իսկ հետընտրական իրավիճակում առավել արդեն երևում այդ մասնիկը պատրված է լինում, դա արդեն հերոսից երկու ձեռքով գլուխդ բռնելու բան է։ Անկեղծ եմ ասում։ Անպատասխանատու բաներ խոսել, նույն նախադասությունը հակասել մյուս նախադասությանը, ու իսկապես ինձ համար իրենք դեռ աղետը չեն, չնայած նմանների գոյությունը քաղաքական դաշտում արդեն աղետ է, բայց ամենը ինձ համար աղետալին այնա, որ այս մարդիկ 100,000-ներով ձայն են հավաքել, 100,000-ներով, շատ հարգարժան քաղաքական մարդիկ, իրենց մարդկային որակական հատկանիշներից սկսած մինչև անձնական պատասխանատվության դրսևորումներ ամենատարբեր ձևով 5,000 ձեն չեն հավաքել, սրանք 100,000-ով ձեն են հավաքել, սա զզվելիա գիտակցել է, վերջում գնանք, անկեղծ եմ ասում, ես ինձ շատ նախ հիմա Տաշիր Սամոյից կխոսանք բնականաբար, հետո կանցնենք Ծառուկյանի թեմային և իհարկե Արարատ ցեմենտի աշխատակիցների ակցիային, հա։ Նա տեկեք սա լսենք, էլի։ Հարց է հնչում, թե ինչու ձեր տղաները չեն ծառայել։ Պիկյանը հարցադրում էր Արևիշխության տարբեր ներկայացուցիչներ ասում են ինչու Սամվել Կարապետյանի տղաները, եղբոր տղաները չեն ծառայել բանակում, դուք ունեք պատասխան բան կա։ Իհարկե ունեմ, ես ասել եմ, իմ տղաները, իմ եղբոր տղաները մի 100,000 անգամ ավելի շատ բան են արել Հայաստանի բանակի համար, քան Սուրեն Պապիկյանը 5,000 տարի ապրելուց հետո։ Դրա համար թող ինքը իր մասին մտածի, կյանքն էլ ցույց կտա ով մասին պետք է մտածի։ Բայց պարտադիր զինվորական ծառայությունը, որը Հայաստանի Հանրապետության օրենքով է, նախատեսված եւ եթե չկան ինչ-որ խոչընդոտներ, բոլորն էլ հարգելի պատճառներ ունեն, դրա համար էլ չեն ծառայել։ Ոչ մեկը անհարգելի պատճառով չի եղել։ Գիտությամբ են զբաղվել, հա։ Գիտնականները նավեք ուսումնասիրի լրագրող ես։ Ուսումնասիրելու բաններ նաև հարց տանա եւ պատասխան ստանա։ Հարց տալը դու գնա իրենց դու, որովհետեւ իրենք լավ գիտեն։ Հիմա ես ինչ էլ ասեմ, կլինի կողմնակալ պատասխան։ Դրա համար ես ասեցի Սուրեն Պապիկյանը սկի չի երազի։ Ինչքան բան են այդ տղաները արել Հայաստանի բանակի համար։ Ինչ են արել երևույթ չի կարելի նարեկի։ Սուրեն Պապիկյանը Ուրեմն նախ մի անգամից դիմեմ լրագրողներին։ Հիշում եք, ձեզ ինչքան եմ ասել, որ դուք պիտի էռնեք տակ, որ սրանք հեռացել են, եւ այո, դուք պիտի ընտրած լինեիք այսօրվա իշխանությունների, որովհետեւ եթե սա իշխանություն լիներ, սա եթե հանկարծ իշխանություն լիներ, դուք միկրոֆոնը մոտիկից պահած կյանքում չեք լինելու, սկսենք այդպես, որ արդեն ուղղորդում են, մի քիչ գնա, պես արային արա։ Սա մեկ, էսի դնենք մի կողմ։ Սա մի հատ լրագրողների աչքը մտցնելու համար։ Հիմա երկրորդ հարցը։ Այդ վերջից եմ էլի գալիս հələ որ Սամվել Կարապետյան։ Մյուս հարցը։ Քեզ ասում գնա իրանց հարցերով։ Իրանք պատասխանել են, ասել են փախել են տղերքը։ Ծառայությունից փախել են տղերքը։ Կեղծ թղթեր են անել Յանի հիվանդեն։ Ու ասել բանել են դրե։ Ասել են եթե կեղծ չի այդ փաստաթղթերը, մտել եք քաղաքականություն, բա հանրության մեջ այդ հարցը կա։ Ապա մի զլացեք, այն որ ձեր ժամանակ թուղթ հանե, մի զլացեք,
Գնացեք հիմա մի հատ կրկնակի փորձակնության, ստացեք նույն պատասխանը, մի էլ հրապարակեք, եկեք ասեք, որ ստացել եք նույն պատասխանը, հենց դրա համար էլ չեն ծառայել։ Որովհետև այ օրենքով հաստատված կարգեր կա, թե որ դեպքում կարող մարդը չծառայի, այսինքն մարդու չծառայած լինելը խնդիրը չի, խնդիրը ինչուն է։ Հասկանում ես։ Սա երկու, եւ հիմնականը։ Ինչ են արել քո տղերքը բանակի համար։ Բա մի հատ ասա տեսնենք, ինչ են արել քո տղերքը բանակի համար։ Ասեմ ինչ արել։ Ոչ մի բան։ Բացարձակ ոչ մի բան, դրական իմաստով։ Վատ բան արել են։ Նախ փախել են բանակից։ Երկրորդ զորամասից լույսի հավելագրում են արել։ Ու դա կա այ հենց ձեր գործերի մեջ, ու դուք շատ լավ գիտեք։ Այ դրա համար ձեր դատական նիստերի ժամանիցները փակ եք անել տալիս։ Որպեսզի հանրությունը չտեսնի, չլսի, չիմանա։ Այ հենց դրա համար, որ վերջական խայտարակ չլինեք։ Ինչ են արել։ Մոտ ասա, 4 տղա։ Ինչ են արել։ Ինչ բանակի համար ինչ են արել։ Բանակի համար անողը պաշտպանության նախարարությունն է։ Կողքից ոչ ոք պետք չի բանակի համար բանանի։ Այ անտերու դուս երկիրը աղբերը սարկած եղել Սերժի ու Քոչարյանի հետ հանդերձ։ Դրա համար են բանակի հույսը մարդիկ էին, քո տղերքը հաստատ չէ, չի հարցը։ Ովքեր որ բանակի համար մի բան անեին։ Այ դրա համար։ Որովհետև պետություն էր վրոզի, բայց բանակ որպես այդպեսին, որպես համակարգային կառույց չկար։ Որովհետև ՊՆ նախարարից սկսած զամմերով ու չգիտեմ վարչության պետերով սա դրսը Ռուսաստանի նշանակած մանկլավիկներն էին։ Իրաց հաստափոր գեներալից հետո, ովքեր որ բանակից հասկանում էին այնքան, ինչքան դու տրայնոյի տուլուպից։ Ու բանակի համար թե ով ինչ արել, տեսանք ինչ արվել։ Ու մի բան ականջներիդ օղ արեք, կուզեք միլիարդատեր կլինեք, կուզեք ես շատ գիտեմ ներողություն ես բարի համար գողաբոզական բարգերի կարողներ կլինեք, ինչ ուզում եք եղեք։ Ով ուզում եք եղեք։ Բանակի հարցում խոսքերները զգուշ ընտրեք։ Բանակի համար իսկեն բանը է։ Պապիկեն այդքան 5 Պապիկյանի հայրացը մենք արդեն տեսել ենք զորավարժության ժամանակ։ Քիթես բան եք արած եղել։ Այդ ինչ եք արած, բանակ դու բանակում չես եղել 4 տղեկը չեն եղել։ Դուք ինչ գիտեք բանակի համար ինչ էր պետք որ ինչ էիք անում։ Ինչ Սեյրանն է եկել ձեզ խնդրել որ չգիտեմ 4 հատ սապիտեր առնեք, հետո 4-ն ինքնահակել։ Ինչ եք արել։ Բանակի ամեն մեկը հիմի դարձել է բան։ Այդ բանակի մար դիտես ինչեր եմ արել։ Ոչ մեկը ոչ մի բան չեք արել։ Սա մեկ, երկրորդ։ Եթե անգամ քո 4 միլիարդը, որը քոնը չի, ասենք թե կոնն է։ Այդ 4 միլիարդը դրածել նեիր բանակի վրա, մեկ այդ ավելի քիչ է, քան մի հատ շատ համեստ ընտանիքից բանակ գնացած տղա ով զոհվել է հանուն Հայաստանի։ Բոլորի տարած չարածները եթե անգամ արածները մենակ գումարենք իրար դրսով, ներսով, սպյուրքով, բոլորինս մի մարդու կյանքին համարժեք չի։ Ինչքան բան ենք արել։ Ու այո, ինձ համար աշխարհի Հայաստանի ամենաաղքատ, ամենաանտեսված ընտանիքի մի հատ տղեն շատ ավելի շատ բան արել ու ես իր առաջ խոնարհվում եմ ու ոտերն եմ պատճում շնորհակալություն իրան նույն պատերազմի ժամանակ նույն մյուս քան դուք սաղըտ իրար հետ դուք չեք կարա հասնեք դրան այ փախածներ ու ես ինչ մենտալիտետ է մեկը բանակի համար գիտեք ինչեր եմ արել մեկը Հայաստանի համար գիտեք ինչեր եք արել արա երկիրը 20-30 տարի ձեր ձեռն է եղել տենում ենք ինչեր եք արել ոնց ուզել ասպատակել եք արա ոնց ուզել ասպատակել եք միլիարդները քերել եք 5000 դրամի մեկին բրինձ ու ձեթ եք տվել ես բան եք արել ուրեմն մի հատ բան պատմեմ իմ անձնական կյանքի ժողովուրդ որպեսզի դուք պատկերացնեք, այդ տեսակի հանրապետադաշնակցության այդ կոալիցիոնին իրանք երբ որ իշխաններն էին։ Այդ տեսակի մտածելակերպ ես միշտ չեմ կարողանում, երևի չգիտեմ, չեմ կարողանում ձևակերպել մի մտքեր, որ դուք հասկանաք, որ սա ոչ թե ինչ որ բանի համար եմ ասում, չէ, թե իրականում այո, իրանք ոնց էին մտածում, իրանք գիտեն, իրանք աստվածներ են, ժողովուրդ անշնորհակալ չգիտեմ ինչ։ Չեմ հիշում, ես պատմությունը պատմել եմ, թե չէ, այնուամենայնիվ թույլ տվեք պատմեմ։ 2000
9-10 թվականներն էր, կամ չէ 9 Ամերիկայից գալիս եմ, բանը որպես սիրված դերասան հրավիրվել էի Ամերիկա 3 ամսով խփել էին ամիսուկեսից հետ եմ եկել գնացի այնտեղ հանդիպումներ ու բարեգործական հիմունքներով էր ինքը բանը այդ ծերերի մանկապարտեզ են ասում այդ վայրերով պապիկ տատիկների հետ շփվելուց դե ուզում են այն 2009 թվին հենց այդքան դերասաններ չկային էլի Ամերիկայում ասենք ու ասենք բան էին արել ընտրություններ էին կազմակերպել մի քանի այդ ծերերի մանկապարտեզներում ժամանցի կենտրոնում թե որ դերասանին կուզեին որ հրավիրեն ու այնպես էր ստացվել որ ամենաշատ ձայները ես էի հավաքածել ես տեղյակ չեմ եղել մի օր զանգում են ինձ թե բասենց կարող ենք ձեզ հրավիրել Միացյալ Նահանգներ ամբողջ ասը մեզ վրա բան բարեգործական հիմունքներով որ ասի սիրով մանավանդ պապիկ տատիկների մասին են խոսք ասի դուք խնդրեմ չունեք բարեգործական գնացի Ամերիկա գնացի մի 10-ից ավել վայրերում գտնվել ենք ժամանակ ենք անցկացրել ոնց որ ամբողջ օրը բան իմ դեմը փող են դրել ծրարով սլեն կներեք էլի որ ասենք sense ու հասկանում եմ յանի երկի մեծ մի հատ ես պիտի ես ինչ թվեր ասացնեմ ասի մի րոպե մենք պայմանավորվել ենք որ բարեգործական է ցանկից մի խոսքով հետո այնտեղ մարդիկ են տենում են ճանաչում են հրավիրում են իրաց տուն են մյուսը իրաց դաճաբան շատ լավ մարդիկ շատ լավ դիմավորել են շատ լավ ես շատ տպավորված եմ եղել այդ հատկապես այդ առաջին անգամ այցից այս անգամ 33-ամյակս էլ ընդեր նշեցին կազմակերպել ոչ մեկի չեմ ճանաչել դալիճում բացի մորքուրի աղջկարնից ու իր ընտանիքից մեկը մեկին չեն ճանաչել բայց անես լավ կեֆ են կարել ոնց որ մի գերդաստան դինենք Զախարութը եկավ իր կողմից գիտարիստ Ջիրիկ կար շատ հետաքրքիր անձնավորություն եկավ էլի մարդիկ կան մի խոսքով լավ բան են կարել ժամանակ ենք անցկացրել հետո այնտեղ մի շատ հաճելի մարդ հրավիրում է իրանց տուն գնում ենք տենց մի երեկո նստած ենք բան հա նվեր է տալիս երկու հատ վերտու հեռախոս ասում է գնել ջան որ խնդրեմ այս մեկը սիրով նվիրում եմ քեզ այս մյուսն էլ եթե կարելի է մի ընկեր ունեմ падգամավորակա փոխանցես իրեն հետը տանես ոչ պրոբլեմ չկա մի խոսքով ես այդ վերտուն տենց չօգտագործեցի երևի մի ամիս եմ օգտագործել ցախավ մի խոսքով իմ վրա հեռախոս չի գալիս էլի բայց ափսոս է որովհետև բավականին լավն է այն էլ այս ժամանակները պատկերացրի մի խոսքով գալիս եմ պայմանավորվում եմ իրատված համարով զանգում եմ ազգային ժողովրդում այս մարդուն տեսնում եմ այդ վերտում փոխանցում եմ բաղանել ջան դե պատմիլը բան իրանք вообще փորձում են ոչ թե հենց այս մարդու մասին եմ ասում այլ առհասարակ քաղաքական այդ մարդիկ ովքեր որ ազգային ժողովում են իրանք փորձում են դերասանների երկիչների հետ հարաբերություններ ստեղծել կապեր ստեղծել որովհետև դերասանները երկիչները հանրային մարդիկ են մեծ լսարանով երկրպագուների բանակով հա ու իրանք ես հասկանում եմ այդ անհրաժեշտությունը որ կա իմիջայլոց այդ ժամանակ ազգային անվտանգությունն շատ հետևողական էր մշակույթի գործիչների հանդեպ բռնապետական ռեժիմի ժամանակ էլի հա ու դες համարներով փոխանակման կզանգվեն կտեսնվեն կասի սիրով անցնում է սրա վրա մի քանի տարի մի օր պատահաբար մի հատ լրիվ ուրիշ առիթով ուրիշ վայրում էլի հանդիպում ենք ազգ եմ հիշում իրան հարաբերականներից падգամավոր այդ ժամանակները ժողովուրդ ջան որպեսզի հասկանալի լինի ձեզ ասեմ ցանկացած մեկը ուզում է մի падգամ որ իր ընկերոջ համակուրսեց ու քերու տղեն падգամավոր լինի մի հատ падգամավոր ծանոթ ունենա հիշում եք երևի այդ ժամանակները բաղդից չէին մալքերն падգամավորս բաներ կան իսկ ես իմ տեսակով մշտապես այդ տես մարկանցից փորձել եմ դիստանցիայով լինեմ էլի որպեսզի ինձ միշտ թվացել է թե իրանք կարող մտածեն ինձ պետք են դրա համար եմ ընկերություն անում կամ շփվում էլի որտես բան չմտածեն ինձ փորձել եմ միշտ հեռու ախպեր իմ համար իմ ընկերությունը համեսավն է բան որ լավ ախպեր ավելի թանկական հազարատ падգամավոր ու չգիտեմ միլիարդատեր մի խոսքով որ հանդիպում ենք սա բա գնել ջան հետ ընկերություն չես անում հետներես ու ես կամ բան ասում եմ ասում ախպերս այդ հանկեց լինենք այս սրա համար ընկերություն չեմ անում էլի որ հանդարտ չմտածեք թե ինձ պետք է դրա ոչ չէ ով կմտածի բան մի խոսքով ամուսնում եմ երկու բաժակ բան խմել նստեցինք ընկերներ ես էլ ընկերոջս հետ ինքն էլ ընկերոջ հետ նստեցինք մի երկու բաժակ բան հիմա իրիկունը ուղեկցում են ինձ տուն վարորդն ախրանիկն մենք էլ հետևը նստած լուծելով գնում ենք որտեղ ես ասում ապրում Բանգլադեշ ճանապարհին ինքը խոսում է ես նստած ասում արդեն մազերը սենց ա լինում մանրից նենց բաներ ա խոսում ասում տնաս հիմա ինքը իսկապես տենց ա մտածում թե ջոգերը ինձ կարա քյոլի էլի այդտեղ ասենք որ իրանք յանի Հայաստանի համար դուք չեք պատկերացնում ինչեր ենք անում էլի պրոստը այս ժողովուրդը անշնորհակալ են էս այնքան ասացին չէ միշտ ասի ախպեր մի րոպե կանգնի էլի ավտո կանգնես դուրը բացի հաջողեց ուզում եմ միշտ բա ուր ախպեր բան մեզ ախրանիկն չգիտի ոնց բարվի տեն ժամանակ արաս ինքը չէ ես քո չունեմ ճամփա էլի ես ժողովուրդն եմ արա դու ինչ ասենք դու ինձ համարում ես անշնորհ այդ ինչ է կարել որ անշնորհակալ
Աշնորհակալ դուք եք արա։ Կերակես երկին էլ ինձ էլ հետերը ժողովրդին։ Հետերը այսօր դրել եք էսի մի խոսքով, մի քիչ կոպիտ ոնց որ անգամ բարձր տոնով խոսակցում գնաց, այս ախրենիքը սեկրետ անգել։ Սենց էսի չավ ավտոյից բա գնել ջան հետ նկատի չունի բան այ մի խոսքով, սենց մի հատ շիլաշփոթ դարձավ, համոզել բա լավ ախպեր, այլ բան մի կարո լավ սխալվեցի, արա։ Էլի նստա մեքենան, որ նստանք մի 15-20 վայրկյան լռություն, հա, արասի մի հատ բան ասեմ, էլի։ Այդտենց ուզում եք ժողովրդի համար լավ լինի, չգիտեք ոնց լինի, այդ ժամանակներն է ելը դες մտածում էլի, իհարկե այդտենց առաջարկ չեմ անի, բայց ոնց որ օրինակի վրա։ Արասի նայեք, հացը Հայաստանում ամենաշատ գնվող մթերքն է, չէ՞, հացը, մենք հաց ուտող ժողովուրդ ենք։ Մարդը մի հատ հաց օրական չնի ուտում ենք, մի հատ հաց։ Մի հատ հացը 200 դրամ։ Չնի այդ 200-ից 50 դրամը օգուտն է, չէ՞։ Ասում դե պատկերացրու 3 միլիոն ժողովուրդ, անգամ 50, դա արդեն արեց 150 միլիոն, անգամ 30։ Միլիարդով փող արեց։ Դուք հացը որ սարքեք պետական օրինակ, չթողնեք մի հատ օլիգարխ լինի ալուրի վրա։ Արդեն թոշակառուի թոշակը ինչքան ասես կբարձրացնի։ Դուք հասկանում եք, հիմա դուք դրել եք, այդ ժամանակը թոշակառուների 5000 էր, 3000 էր, ինչ էր թոշակը։ Ոչ, վատը լավ ախպեր բա, մենք սենց եկել ենք, հասկանում։ Այսինքն այս մարդիկ այս պատմությունը ինչի համար պատմեցին։ Այս մարդիկ իսկապես իրանք մշտապես մտածել են, որ ճշտով իրանք կարա անում են, բա, մա։ Ժողովուրդը էշա չի ջոկում, որ այս ծերից ասպատակելով են ծերը հելնում են։ Հա, մեկ որ գալիս են տենում են, մի հատ չգիտեմ, ածեստի դուրա դրվում ընտրությունից ընտրություն, մի հատ չգիտեմ, միտեղ բիսետկա է սարքում ընտրությունից ընտրություն, հա։ Սրանք գիտեն, որ իրենք դա անում են, արես ժողովրդի չանշնորհակալ է։ Հիմա սրանն է։ Այդ ինչ եք արել բանակի համար, որ հենց կանգնել եք դու ներկայացել ես, ինձ արդեն հետաքրքիր չէ, դու բիզնեսմեն ես եղել, չես եղել, դու ներկայացել ես, վրոզի քաղաքականություն ես մտնում։ Ու դու հիմա քո ներկայությամբ ու այս խոսույթով դեգրադացնում ես հասարակությանը, ոչ թե խափում ես։ Դեգրադացնում ես հասարակության մեջ քաղաքականության մասին պատկերացումները։ Իմի հաց եմ քեզ տալիս, պետությունը այդ ինչ պետություն է եղել աղբորը սարկած։ Որ դուք որոշել եք, որ բանակի համար պետքա բան անեք։ Elə մի հատ այդ ասեք։ Դուք բանակից են քամու մարակի պատմությունն է, կամին ասում մարակ դուրը բաց դարման բերեմ, ես ասում ախպեր դու իմ դարմանը մի տալ, քո բերածը քեզ մնա։ Բանակից չգողանայիք, բանակը չուտեիք, ձեր դրածը ձեզ մնար։ Սա մի բան։ Ես մյուսը նայեք, էսի вообще չգիտես, այստեղ արդեն խնդած է, լավ, բայց դարձյալ քաղաքականության դեգրադացման process-ի մասին է։ Մաքսիմում անլրջացնել Հայաստանում քաղաքական բանը, մթնոլորտը։ Նայեք։ Պարոն Կարապետյան, ինչով եք բացատրում ինքնաբացարկներ, զանգվածային ինքնաբացարկները, որովհետև կարծես թե այդպիսի նախադեպ չի եղել մինչև հիմա։ Ինչ սցենար ունեք, ինչու է Մարգարիտի մասերից է։ Հնարավոր է որ այսպիսի սցենար կա, որ ինչ-որ պահի մանդատները վայր դնեք, ձեզ համար կանխատեսելի լինի, դրանից հետո եկող տեխնացուները։ Դա գաղտնի պլանի մաս է։ Պարոն Կարապետյան, այդ արարության մեջ Բոլորը մեր թիմակիցներն են եւ մնում են մեր թիմակիցները։ Բոլորը դիմացել են այդ բռնաճնշումներին, իրենք չեն կարող լինել անվստահելի։ Բայց դա մեր քաղաքական մարտավարությունն է։ Ոնց է քրեական բառապետության մեջ նշել եք, որ այս անձանց ինքնաբացարկը պայմանավորված էր, որպեսզի նրանք պաշտպանեք նրանց հնարավոր նշանակալի ճնշումների մասին խոսքը կհստակեցնեք։ Ամենօրյա բռնաճնշումների։ Այս անձինք այսքան էլ հանրային ճանաչելիություն չունեն, ինչ ճնշումների մասին է խոսքը, այսինքն քրեական հետապնդումներ եւ այլն։ 700 մարդ ձերբակալել է։ Ասում 199 հոկանոց ցուցակա տարի 105 հոգին մանդատները դրել են, ասում եմ մեր գաղտնի պլանի մասն է, դուք չգիտեք։ Մեր գաղտնի պլանը։ Մենք գաղտնի որոշել ենք, որ 199-ով մտնում ենք, հետո 105-ը ելն են։ Այս Միքայելյանի կռուտիկները որտեղ Կիրիենկոյի գրասենյակում են ձեզ սովորացնում եմ, ասենք իսկ կներեք Արդյոք գաղտնի պլանի մաս չէր երեկվա պրանկերների թեման։ Իմիջայլոց նարեք ինչ եղավ, ամբողջ գիշեր սպասում է, ասեցիք 11-ից կտեղադրենք ամբողջ նյութը։ Ինչ եղավ այդ նյութը։ Զգացիք որ թարսը աշխատում։ Զգացիք որ հանրությանը հասնում է ոնց որ, հա։ Այդ գաղտնի պլանի մաս չէր։ Վիծիծիլի մի հատ պրանկեր, երեք էլ տակ էր, իսկապես ես էլ համխոսում համմտածում եի։ Չնայած ասել եմ ինչ որ ասել եմ, հիմա ավելի վստահ եմ ասում։ Ուրեմն, այո, ձեր գաղտնի պլանի մեջ է եղել վճարել ռուսը երկու հատ ճատի, որ զանգեն պռանկավատ անեն, թուրք, այեն ձեր ասած, թուրք մարդու հետ, ու դուք ստեղ քաղաքական դիվիդենդ փորձեք ձեզ ինչ-որ բան պահեք։ Դա գաղտնի պլանից է եղել, թե չէ։
ու չգիտես ոնց ժողովուրդ ջան, այդ պրանկերները խոսում են հարց են տալիս իմը կաթողիկոսից եւ իմը Սամվել Կարապետյանից, ուրիշ խոսալու թեմա չի եղել։ Այն որ ռուսական TV-ները ճռռում են Հայաստանը փոկվում է գնում է Եվրամիություն բռնաճնշումներ, չգիտեմ բանը Ծիրանը մեր ժողովրդին թունավորեց ջերմուկը, բանը, այս ամեն ինչ այս երկու լակոտին չէին հետաքրքրել։ Հետաքրքրել էր կաթողիկոսից մի հատ հարցնակ, մեկ էլ մեծ Սամվել Կարապետյանից։ Բան մեզ էլ հետաքրքիր է փողը ով տվեց։ Այսօր էլ լրագրողը երկու հատ լակոտի արած չարաճճիություն բերել է վարչապետի հետ ճեպազրույցի վայր։ Ասում է ինչ կասեք։ Ոնց որ հիմա մի հատ պրանկ է, զանգի ձիծուկ Մավելին ներկայանա գնել, ձեննել նմանացրած ու հարցեր տալ։ Խոսալու ենք, ինչի՞ց է խոսալու Մավելը։ Պրիտոմ, հա, ստեղ մոտ շատ կարևոր հանգամանք կա, որը երեք ես ոնց որ չանդրադարձա դրան։ Այն որ ասում է կաթողիկոսին հեռացնելու, դուք կարող եք հեռացնել կաթողիկոսին։ Արա, այդ դրանից առաջվա մի քանի վայրկյաններ գոնե դրեք, էլի։ Որովհետև ատենից է կտրած դրած ժողովուրդ ջան, որպեսզի մտածեն թե այս թուրքն է հետաքրքրված դրանով, էլի։ Բայց գուցե դրանից առաջ պրանկերը նենց հարցատավ է, որ մարդը զարմացած ասում ոնց է։ Դուք պատրաստ եք։ Գիտեք, մի հատ պատմություն կա, շատերը կիմանան, շատերը գուցե ոչ։ Մի թագավոր իր տղային ուղարկում է իմաստունի մոտ սովորելու։ Տղան գնում է սովորելու, լավ չի սովորում դե մի քիչ, երևի հորն է քաշած լինում։ Մի օր էս իմաստուն ասում է սովորի, օրդ նման էշ մի եղի։ Եսի գալի հորը ասում է, պապ ջան, թագավորը դու ես թե ինքը։ Սես բան է ինձ ասել, հոր սովորի, օրդ նման էշ մի եղի։ Եսի գժվում է, կանչում է իմաստունին, ասում է, վիզը կտրում ենք։ Կանչում է իմաստունին, ասում է, արիստեղ էլ է։ Ես ինչ ես ասում, ինչ եմ ասել։ Ասել ես սովորի հորդ նման էշ մի եղի, ասում է, ես նշման չեմ ասել։ Ես ասել եմ սովորի հորդ նման էշ մի եղի։ Այսինքն, այս պատմությունը ինչի իմաստն է, թե ոնց կարա մի հատ ստորակետը փոխի ամբողջ մտքի իմաստը։ Իմիջիայլոց մեր լրագրողները նույնպես սրա վրա են խաղում։ Իրանք միշտ ստորակետի տեղերը փոխում են, որպեսզի միտքն էլ փոխվի։ Ու դրանով մանիպուլացնում են մարդկանց։ Այդտենց են անում նաև այս տերտերիստները։ Այս որ տերտերի են գնացել փոքր ժամանակ։ Ինչ Արցախը միշտ էլ հայկական է եղել, իսկ Նիկոլն ասում է Հայաստան չի։ Նայ, բառախաղացան մեկ չէ։ Արա տերտերիներ կամ դա սատկեք մի օր ասեք օրինակ։ Արցախը միշտ էլ Հայաստան է եղել, իսկ Նիկոլ ասում է Հայաստան չի։ Այդ հենց այս ձևակերպեք, որ քաշենք գարաժ ձեզ, որ ասենք երբ ու դուք սկսեք պատմել։ Հասկանում եք, որովհետև դուք այդ չեկիստները, սաղդ չգիտես ինչու դարձակ ոչ թե առաջի հանրապետության այդ սովետը խորհրդային Հայաստանի իր հաջորդը ի տարբերություն Ադրբեջանի։ Իսկ խորհրդային Հայաստանը Արցախը խորհրդային Հայաստանցի չի եղել։ Հայկական է եղել, այո, հայկական է եղել ու լինելու է հայկական, ես հավատում եմ դրան։ Հայաստանը եղել չէ, Հայաստանը եղել է առաջին հանրապետության ժամանակ, կարճ ժամանակ։ Ինչ է կռուտիտներով ձևավորում։ Մարդիկ արա ճիշտ է, բան արում, sense։ Բաղալա ճիշտ ձևակերպեք։ Ով ասում, Նիկոլը երբ ասել Արցախը հայկական չի։ Երբ ասել, մի հատ ճարեք, տես վիդեո ճարեք, որ ինքը ասացել է Արցախը հայկական չի կամ հայկական չի եղել։ Չեք ամաչում, արա եկեղեցում նստում եք։ Հարցազրույց եք տալիս Աստծո մեջ, մուտիլովկով, արա։ Մուտիլովկով։ Որ ասում ենք չեկիստ ճիշտ ենք ասում էլի, ուրիշ բան չասենք ստե։ Դիմեք է պրանկները գնացել էին։ Հələ նախ հարցա այն մյուս Էվոր Նիկոլ Փաշինյանի ձենով խոսածով պրանկերն արել ու ասում է որ ամենք ենք սարքել, այդ մի կողմ։ Բայց հələ չգիտենք այն մյուս կողմը։ Հաստատ են եղել թե են էլ է սարքած։ Բան արեք, մի հատ լասիր թող դնեին, օրիգինալներ դնեին, հավատա Հայաստանում արդեն շատ են ոչ միայն ռուսերենի տիրապետողները, այլ նաև անգլերենին։ Դրանց շատ գազմի տվեք էլի հավայ, բան դնեիք։ Ոնց եք թույլ տալիս, սրանց ընտրողներին ասեմ, էլի Ժորժ ջան, դուք ոնց եք թույլ տվել ձեզ այս ամեն ինչի տեղը դնել։ Սենց էստեղ է ձեզ խաբելը։ Հիմա եւս մի տեսանյութ ու սրանով է սրանց գցենք մի գրախ, որտեղ իսկապես ունի արդերի հարցը։ Եկեք դեգրադացիայի մյուս օրինակը իմանայեք։ Քաղաքական ցինիզմ։ Իրոք է,
Դարձյալ գաղտնի պլանից, նայեք։ Ոյ, կներեք։ Իզեր գաղտնի պլանի հետ կապված որևէ նորություն կարծեք, ինչպես եք այդ հեռացնելու։ Դե հերթով ասում ենք, դուք ուշադիր հետևեք։ Թե նա գաղտնի պլանով Ալեն Սիմոնյանին ճանապարհեցինք։ Ասում եք դուք ճանապարհեցիք։ Բավ, Փաշինյանը խաբար չէր։ Իզեր գաղտնի պլանի հետ կապված որևէ նորություն կարծեք։ Սա կա երկու տարբերակ։ Տարբերակ համար 1։ Բացահայտ մուտիլովկեն կապված գաղտնի պլանի հետ։ Որը եթե չեմ սխալվում, արա եթե գտնեմ այդ վիդեոն, դու ինքդ ես ասել, որ հրապարակված է բան, թե գաղտնին ոնց է հրապարակում, չգիտեմ, արա ես այսօր հրապարակում եմ արել Facebook-ում, ասել եմ արձականության ջան, կներես, որ կալուգացում քո հետ եմ համեմատել։ 1000 ներողություն ակտեր, ես չէի ուզում։ Երկրորդ։ Ենթադրենք ցինիզմ չի սա։ Նայ, այնքան վատնա էս, եթե հումորա դաժե, քեզ լուրջ հարց են նախ տալի։ Դու ցինիկ չես, հասկացանք, մեկ-երկու հումորներ են մարդիկ անում, նորմալ է։ Բայց դուք ցինիկություն եք արդեն անում, էլի։ Լուրջ հարց են տալի, գաղտնի պլանից ես խոսել, մարդիկ գաղտնի պլանից հարց են տալիս։ Ալեն Սիմոնյանին դերստել է մեր գաղտնի պլանը, հա։ Լավ այդ դες մտածենք ու գնանք։ Ալեն Սիմոնյանին ժողովուրդ ջան, դիտավորյալ ուժեղ Հայաստանը, ենթադրենք ես դաշնակ եմ։ Ու նենց դաշնակ եմ, որ ուժեղ Հայաստանին էլ չեմ սիրում։ Մա լսեք մուտիտը։ Ուրեմն Սամվել Կարապետյանն ու ուժեղ Հայաստանը դիտավորյալ հերացրեցին ճանապարհից Ալեն Սիմոնյանին, որպեսզի նրա տեղը նշանակել տան թուրքի գործակալ Ռուբեն Ռուբինյանին։ Հետևաբար նրանք թուրք են, թուրքամետներ, в общем, հայրենիքը հիմա էլ Սամոյից են փրկում ախպեր։ Կարգի մուտիլոկա է։ Ինչ արել։ Դե կատակ։ Արա դուք բան եք խոսում։ Ախր այնքան գիտեք, որ ձեր լյուբոյ խոսք լուրջ, անլուրջ, այնքան մուտիլովկա է, գլխանց դուք գիտեք էդի։ Որ հաջորդ վարքյանին մոռանում եք, թե արդեն որտեղ ինչ մուտիտ եք արել, որտեղ ինչ սուտ եք խոսել, մոռանում եք արդեն։ Մոռանում եք ինչ շեշտերի վրա եք փորձել աշխատել, որովհետև դա արհեստական է, էդի բաց սովորող երեխու գործը, հասկանում ես։ Այնտեղ մաման է տեղը դասերը արել, արա ասել է դեբիլ, նա դուստեղ էլ այդ տուկտուկրիչը, 2 գումարած, 2 4, եղավ, հա։ Հաջորդ օրը երեխեն գնաց է դպրոց իր 5-ը ստացել, եկել է 2 գումարած 2 4 անում, եկել է հաջորդ օրը մի հատ ուրիշ խնդրի մեջ էլ 2 գումարած 2 կարա։ Դե մի չգիտի ինքը, այնի մաման էլ լուծել է։ Ու ինքը ստեղ արդեն գրում է իր մտքով էս հաշվում մտածեց։ Հասկանում եք։ Հիմա ձերն է։ Այնքան բան եք արել ուրիշի ասելով, դրսի կոնկրետ Կիրիենկոյի ասելով, որ դուք չեք սերտել, որովհետև դա ձերը չի եղել։ Ձեր մտածածը չի եղել, ձեր խոսույթը չի եղել, ձեր ռազմավարությունը չի եղել, ձեր ծրագրերը չեն եղել, ձեր անգամ ցանկությունը չի եղել։ Հասկանում եք։ Դրա համար չեք հիշում արդեն որտեղ ինչ եք խոսել։ Այնտեղ Ռուբինյանը թուրքամետ, երեք վաբշե Մարիա Կարապետյանին էլ միացրեցին այդ ջերգին, իրանց արևին Արարատ Միրզյանը ընդդեմից միացած էլ այդ թեմային։ Հա։ Ու այսօր տեսեք ոնց երացրեցինք։ Հիմա բանը ինչն է, ժողովուրդ ջան։ Իհարկե դուք էլ շատ լավ հասկանում եք, ու առհասարակ առողջ մտածելակերպի մարդիկ այս ամեն ինչը հասկանում են ու մի մասը նյարդայնանում են, մի մասը ծաղրում են, ես էլ նյարդայնանում եմ, բայց ծաղրում եմ, որ ինֆարկտ չստանա, բայց այստեղ իսկապես լուրջ աղետալի խնդիր կա։ Խնդիրն է նա, որ քաղաքական դաշտը վերածել են ցիրկի։ Ամենայն հայրենիքներս բոլոր ժամանակներում կրկեսում աշխատած մարդկանց եւ դեռևս հետո հետագայում էլ աշխատող մարդկանց ես շատ սիրում եմ կրկեսի արտիստներին, ինչ ինքս մանկուց մինչև դերասանը երազել եմ կրկեսում աշխատել։ Դե չի ստացվում։ Ամենայն հայրենիքներս։ Բայց դուք նայեք ինչ են ասում մի ամիս չէ, տարիներով ժողովրդի մի հատվածի մտքի մեջ դրել են, որ երկիրը ծանր վիճակում է, հողերը տալիս են, երկիրը ծախում են, տարանտավին թուրքին, պետք է միանալ, որպեսզի այս վիճակից երկիրը հանենք։ Այդպես բան խոսացողից որին ասել եմ, ախպեր որ վիճակից, այնպես բաներ է խոսել, ես չգիտեմ, ինքը որ երկրի մասին է խոսել, իրականության հետ կապ չունի։ Երկիրը այս վիճակից հանենք, երկիրը կործանվում է, երկիրը պետք է կործանվից փրկել, փրկության ճակատ, համահայկական չգիտեմ ինչ, սենց դիմադրության շարժումներ, բան, լաոս զարթնի։ Ու այսօր կանգնած
ցինիկի պես խնդալը սենցից բաներ են անում, անլրջացնում process։ Սա ձեզ ապացույց տիկնայք եւ պարոնայք մոտ 500,000 անձիկ, որոնք որ ընտրել են սրանց Քոչարյանին, Ծառուկյանին, Հատոյանին, մյուսին, բոլորս Կիրիենկոյի գրասենյակից սմբողներին։ Իմիջիայլոց, չգիտեմ կոնկրետ գրասենյակը Կիրիենկոյին նա թե չէ, բայց հիշում եք Գուրգենի, ինչան էր Գուրգենը իր մասով հարցեր եք տալիս, տեսեք որ բարձրեց, նես չի որ ինքը ավելի բարակ ոչ է։ Բևերի տեսակ որ սրանց գործը ձեր զգացմունքները ձեր դեմ օգտագործելու մասին է, այսինքն իրանք կարան պետության մասին աշխարհի վատ բաները խոսան, կարան ցանկացած դրական իրադարձություն վերածել բացասական վատ բանի, ընդ որում կապ չունի դա ծիծեռնակապերտն է թե երրաբլուրն է թե ինչն է, կապ չունի դուք զոհվածի հայրեք, մայրեք թե մի խոսքով բացարձակ կապ չունի։ Նրանք այդ զգացմունքները խաղացնելու են որ ձեզնից պոկեն ձեն, որովհետև արզվում է որ ոնց որ երկիրը այնպես կայֆոտ վիճակում է որ հիմա կանգնած զբերները բացած կայֆավատ են անում։ Լրագրողը հարցա տալիս ինքը կայֆավատ է անում։ Ինքը չի ասում, գիտեք ինչ, ժողովուրդ, երկիրը ծանր վիճակում է, ինչ որ ասում էր այն ժամանակ։ Ճիշտ է, սենց դասավորվեց ընտրությունները, բայց քանի որ երկիրը բարդագույն վիճակում է, այո, պետք է այսիշ քայլեր անել, եւ ես առաջարկում եմ, չգիտեմ, սենց, այսիշ չկա, կանգնած զբերն է բացել։ Այո ջան, ես արդեն սկսել եմ մեկու մեջ խոսել, նենց որ ոչ մեկ էլ չի պլստալու, ոչ մեկ չի կարա պլստա։ Ոչ թե ես սենց ասում եմ, բանը հայոյին ասում է գնել ջան, Հովիկ Աբրահամյանից ոչինչ չեն խոսում, նա էլ պատասխանան չի արել Արարատի մարզում։ Հավատա, ես որ սենց ասում եմ, ոչ մեկ չի պլստալու։ Ոչ թե 100%-ով վստահում եմ իշխանությունների խոստումներին դրա համար եմ ասում։ Այո, վստահության մեծ չափաբաժին կա, բայց հաստատ 100 չի, 90 էլ չի։ Մոտ 70% է։ Ինչը լավ է, իրանք պիտի դրական գնահատեն դա նորմալ է։ Այն որովհետև մեր բանը պահանջը, այս պարագայում եկեք լավ այդ բառը օգտագործենք։ Մենք պահանջատեր ենք լինելու նրան, որ ինչ խոստման վրա ենք ձեն տվել։ Ասելա սիադուտ վսե։ Ես 100% վստահ եմ, որ ես պահանջ անընդհատ եմ ներկայացնելու բոլորի մասով, որը փորձվի պլստա։ Դու երևի թե նույնպես, մյուսը նույնպես, այսինքն ես 100% վստահ եմ դրա վրա։ Ու չպիտի պլստա, այդ պահանջը նես պիտի դրվի, որ ոչ մեկ չպլստա։ Իմիջիայլոց դա անհրաժեշտություն է ժամանակ առ ժամանակ, որ իրանք էլ հասկանան, որ սս մի քանի հոգի բռնելով հարցեր չեն լուծում։ Մի խոսքով, վերադառնանք թեմային։ Սա նշանակում է սրանց ընտրողներ, որ ինչ ձեզ ասել են, ինչ ասել են, հիշեք ինչ են ասել, ինչ ասել են խաբել են։ Ընդ որում շատ դեպքերում իրանք իրանց ձենով ու դեմքով չեն ասել են այն լրատվական կայքերով, այն fake էջերով, որոնցից որ դուք օգտվել եք։ Հասկանում եք։ Դուք պարտավոր եք գնահատական տալ դրան գոնե ինքներդ ձեզ համար։ Այսօրվա դրույթը, այս ցինիկին հետևողներից, այս ցինիկի համար, այո, նա արդեն ցինիկ է ինձ համար ու վերջ։ Ու մեկը թող չէ, դու գիտես, դու կարող ես այնքան արած լինել Հայաստանի համար, ինչքան ես այո։ Այո, կարող դնեմ թրեմ լիստերով։ Ու թող ինքն էլ դնի։ Բայց զուգահեռել նայենք, ես ինչ օգուտ եմ ստացել, իմ պետությունից ունեք, ինքը ինչ էր ասպատակել։ Լավ, այս հարաբերակցության մեջ այո։ Շատ ավելին եմ արել որպես քաղաքացի, որի պարտականությունը չեմ ունեցել, ունես չի հնարավորություններ եմ ունեցել։ Կայաց դեմը խոսասած բաներ ասողներ էլ կան էլի։ Դեմը խոսալու համար իրաց տուն պիտի հրավիրի, երբ մարդը տնային կալանքի տակ է։ Այս ցինիկը Այս ցինիկի համար 10-ով կա անողներից մի 300 հոգու վրա արդեն գործ կա։ Ինքը մի կողմից դի բանա, բռնաճնշում է, բառը սովորել։ Բայց ասեմ, հալալ, այս երկու ամսա մեջ լեզուն լավ բացվել է։ Այն ժամանակ բռնաճնշում բառը ասելուց մի 3 հատ տառասխալ կաներ, հիմա ոնց որ մի թափից անում։ Մերսի Ղազարյան ջան։ Սա 300 հոգի իր համար 10-ով կա են արել։ Հեսա գնում են 7-8 տարով գնում են նստեն։ Ինքը էլ ցինիզմով է զբաղված։ Ցինիկություն անելով է զբաղված։ Սա իր մտահոգությունն է։ Հələ իր համար 10-ով կա անողների ու իր պատճառով նստողների առաջ։ Դուք
պատկերացեք ինչ մակարդակի զրոյական պատասխանատվություն էր կրելու ձեր առաջ, պետության առաջ, մյուսի։ Սնդելու բանը։ Ժողովուրդ ջան, հա, մեկ էլ այսօրվա վարչապետի ճեպազրույցից եկեք մատ Սերժին էլ էլի, Սերժին, այս թալանչին։ Ու վայթանալի, որտեղ է թալանը, չէ, ճիշտ է, այս մի պահանջը կարող է մեր պատկերացման մեջ փոքր փող է, այն ինչ որ կարա թալանած լինի Սերժիկը։ Հա, բայց միևնույնն է, դա տալիս է հնարավորություն կոնկրետ երբ տենա նրան դիմել թալանչի բառով, դավաճան բառ, ու նա չի կարա պատիվ պահանջի, չի կարա, որովհետև օրենքով հաստատած փաստ կա ախպեր, խնդրեմ։ Հակակոռուպցիոն դատարանը որոշում է կայացրել Սերժ Սարգսյանից եւ նրան փոխկապակցված անձանցից ավելի քան 630 միլիոն դրամ արժեքով գույք արգրավելու մասին, $1.5 միլիոն։ Իհարկե, $1.5 միլիոն, համարյա 2 միլիոն կներեք, $2 միլիոն դաշի բան է, բայց միևնույնն է, դա թալան է։ Да, թալան։ Всё, կառավարության նիստում կառավարության անդամները կարող են շատ ազատորեն այդ բառերը օգտագործել, այդ կոնկրետ բնութագրող բառերը։ Ու նա չի կարող, երբեք չի կարող բան անել։ Պատիվ արժանապատվություն, բացած բաներ։ Ովքեր սրանց սատարում են, իրենք սատարում են այդ գործունեությանը, այսինքն իրենք դրանով ուղիղ ասում են, որ հա, մենք ուզում ենք ղեկավարներ ունենանք, ովքեր տարեն, բայց մի հատ արդարացում իրանց արևին ունեն։ Հա, թալանում էին, բայց զատո Ղարաբաղը մերն էր։ Իրանք գիտեն թե դա արտարացում է։ Իմ մոտ ով խոսում է Ղարաբաղից, ես սկզբի համար կապում եմ կարճ։ Եթե ուզում են երկար, հետո նոր գնում ենք երկար ճանապարհով։ Եթե մարդը հետաքրքրություն է դրսևորում։ Բայց եթե մարդը այդպես կարծրացած, կապարակալած բանով, այն նագարակալած ուղեղով գալիս է, այդ Ղարաբաղը մեր է, մարդը ջան, մերն է։ Հա, օքեյ։ Խի վախեցան Նիկոլ Փաշինյանի հետ գնան հանրային հեռուստատեսություն նստեն, հիմնավորեն թե ոնց է մեր եղել ու ոնց է տվել Նիկոլը։ Գնում էին, հիմնավորում էին, ես ախպեր, լեզուս կարճանում էր այդ մասով, մեկ, երկրորդ ես էլ կոպես նստելու էի, չէ արդարացնելու թալանը, բայց ասելու էի ախպեր, ամեն դեպքում, բայց Ղարաբաղի հարցով կարում էին, էլի պահեն, էդի կասեին, բայց երբ որ նրանք գոռում են Նիկոլը տվեր, զուգահեռ բողոքում են, որ համեկից իրանց յանի չեն հրավիրում, զուգահեռ 1000 բան են խոսում, ստեղից ասում ախպեր, տվել եմ, չեմ տվել, թե տվել եմ լավ եմ արել, կամ վատ եմ արել, սխալվել եմ, կամ ճիշտ եմ արել, չգիտեմ։ Գալիս եք, դուք եք չեմ բանակցել Ղարաբաղի մասով, ես չեմ բանակցել, երբեք, չեմ բանակցել, որովհետև աշխարհում չկա մի հատ թուղթ, բանակցությունից հետո արձանագրությունա չէ կազմվում։ Գրվում է, այսօր արդյունքները լավ, ինչ արդյունք եկան, ինչ բանակցեցին, ինչ օրակարգ էր, չէ։ Այդ դրա տակ ստորագրություն է դրվում։ Նիկոլ Փաշինյանի ստորագրություն ոչ մի փաստաթղթի մեջ չկա։ Պահում են, օքեյ։ Հիմի, եկեք, այն փաստաթղթերը ինչ որ գողացած հետները տարածքը ունեք, կարաք բերեք ձեր գործն, հա։ Ես ունեմ իմ հետ, իմ մարդիկ բնակչության մեծ քանակ ովքեր ինձ են սատարում։ Մեծ ու փոքր չի հարցը։ Դուք էլ ունեք մարդիկ, որ ձեզ են սատարում։ Հիմի, մի կողմից սաղդ գոռում եք միասնականություն։ Մյուս կողմից խոսում եք բռնաճնշում։ Եթե մենք 4-ով նստենք, խոսենք ու հանրությանը ներկայացնենք ու բանավիճենք հիմնավորենք, հանրությունը իրար միս չի ուտի։ Այս 4-ից 3-ը թռել են, չեն եկել, գուշակեք խի, ու եկել է են մեկը, համաձայնագա են մեկը, ու մեզ 3-ը մեղադրում են Ղարաբաղ տալու մեջ, քանի չեն եկել, ուրեմն 3-ով են տվել, իմ համար տենց է, երբ որ կգան կխոսան կլսեն, կարծիքս ըստ այդմ նորովի կձևակերպեն, նորովի կձևավորեն, քանի չեն եկել, ուրեմն իրանք են տվել, իրանց մեղքը գիտեն, քակում են, տատերը վախենում են գամ, այս կապա։ Հիմա
Փաշինյանը որ գնացել էր իսկապես ճեպազույցի ժամանակ մարդը ասեց, չէ՞։ Հարց տվեցիք պրանկերներից։ Մարդը ասեց լսեք։ Ես որ գնացել էի Թուրքիա, Հայաստանի Հանրապետության լեգիտիմ վարչապետն եմ, հա։ Գնացել եմ Թուրքիա, ես որ գնացել եմ Թուրքիա, նշանակում է, որ ես ներկայացնում եմ Հայաստանը Թուրքիայում։ Հայաստանն ու հայ ժողովրդին Թուրքիայում։ Ու այնտեղ հանկարծ բանի պատրիարքարանի դռները այդ օրը փակ ա լինում, որ ես չմտնեմ այնտեղ։ Կհիշեք երևի այդ սկանդալը։ Մենք դրա մասին ժամանակից խոսել ենք։ Էդում հրահանգով է փակ եղել Թուրքիայում հայկական եկեղեցու պատրիարքարանը։ Ոնց որ դուք եք հա թուրքերի հետ ավելի լավ։ Այսինքն դուք թուրքին ասել եք թուրք։ Դու իմ համար լավն ես, բայց ես Հայաստանը ներկայացնողը չէ։ Հետևաբար դուք ինձ համար հակահայ դավաճան ոչնչություններ եք։ Դե թող լրագրողներ դուրս գան ասեն գնելը մեր եկեղեցու վրա է հարձակվում։ Եթե դուք եկեղեցին եք հարձակվում, բայց դուք եկեղեցի չեք կարող լինել։ Պատրիարքարանի դռները խի էին փակ։ Գիտեք ինչ, ձեզ ինչ թվում է թե օրինակ Էրդողանին Թուրքիայում սիրում է։ Սխալվում եք։ Բայց չի կարա աշխարհում մի հատ մեջիտ թույլ չտա Էրդողանը մտնի ինձ։ Որովհետև կարծում ենք դու հայ ես։ Սենց պետք անասուն բան չէ, ասենք մենք հա թուրք ենք բնութագրում, եկե հայ բնութագրում ասենք։ Սա ինչ է։ Բա լրագրողներ ինչի՞ չդատապարտեցիք են մանիպուլատիվ տեքստերով մտ հագցնեիք, շղթացնեիք թող գնային։ Ամերիկայում առավոտի ծիրիկուն են ռուսական ազդեցության ոչնչությունները, դրանից չէ իրանք էլ չգիտեն, որ ազդեցության գործակալ են դարձել։ Այնտեղ կան փողով են անում, կան առանց փող, չջոգելով, որ այդ ազդեցության տակ են։ Ամերիկայում ապրող ռուսական ոչնչությունները հայազգի։ Առավոտի ծիրիկուն դու ուրացար ես ինչը, դու ուրացար են, արդ ուրացար բառը որ անես, տակը ձեն չի մնաց, գիտես։ Դու ուրացար ես ենի, որոսում ես, ինչ մի հատ կռիվ տա ողես, ինչ մի հատ ուխ, այսպես հայրենս են մարդկանց հետ ուզում ծանոթանալ։ Արա մեկ էլ նայում ես ադրբեջանցիները գնացել են Ամերիկայում։ Լսումներ են անում։ Թեկուզ եւ իրանց լեքսիկոնով ասած արևմտյան Ադրբեջանի մասին։ Արա սրանք Ամերիկայում շատ խիստ հայրենասերները։ Հելեն դու գիտես դու մի հատ բան չես անում նրանք հեն եկել են Ամերիկա պես ինչ ագիտացիաներ են արա հելեք դրան դեպը պագեք արա կռիվ տվեք հետները մի թողեք բդուք եք դե վախում եք վախենում եք դուք տենում եք որ վախպոտ եք վախում եք Թուրքից կամ վախում եք կամ ենթակա եք երրորդ տարբերակ ոչ մի ձև չկա չտեսա մի հատ հայ այն հայդատ դաշնակցական կառույց բան գնալ նա դրոշներով պլակատներով կանգնել պահանջը վերացել մետ արկել եք այս բառաչանկը գնայք պահանջ ներկայացնեք մեզ չտեսան ոսկե Նիկոլաս տեղից պիտի ելներ իրան սատարող ժողովրդի համար վիզաները թափով սարքել դար մի քանի սամալյոտով գային դե ոչ չթողնեին հա սենց եք մտածում Կառույցներ եք, մենք 130-ամյա կառույց ենք, ինչ անեմ, 130-ամյա կառույց եք, ձեր քաղաքական ղեկավար չունեք ձեր կուսակցությունից, Ռոբերտ Քոչարյան հանցագործն է ձեր ղեկավարը, որի միջայլոց շուտով նստելու է, ոնց հասկանում եմ մարտի 1-ով, հենց մարտի 1-ի գործ նամյոկները դա է ցույց տալիս, առավել ևս մի հետի վճիռը կա, ու ոնց հասկանում եմ մի քանի բան էլ ավել կա արդեն, ու չգիտեմ ինչի իմ ներքին ձայնը ինձ հուշում է, որ այդ ամեն ինչը շատ մոտ ապագայում է լինելու, շատ մոտ ապագայում։ Եվ եթե նրան պարկացնեն պոլին ու տանեն, լինելու են հուզառատ անձիկ, ովքեր ասեն, իսկ ինչ կարիք կար 75-ամյա տակը շռող, միզող ծերունուն շոու անել, պարկացնել պոլին ու նոր տանել։ Այդ սաղ բազարից իրանք ետ են ասելու։ Ես Հայաստան ջան, ես նախազգում եմ դա, նու, մի երկու բաներ եմ նկատել, որ տանում է դրան, ասենք եթե չի տանում դրան, ուրեմն վատ է, որ տենց բաներ եմ նկատել, հասկանում ես, ինչև է,
Գանք, ժողովուրդ ջան, թույլ տվեք, մի շատ երկար ձեզ չեմ տանջի, բայց չեմ էլ կարող չանդրադառնալ, թույլ տվեք մի բան անդրադառնանք մեր քաղաքացիներին։ Սա արդեն կլինի ավելի շատ երկխոսություն քաղաքացու հետ։ Մեր քաղաքացիներին, անկախ իրենց քաղաքական հայացքներից, ես հիմա ինչ որ կասեմ, իրենց անձերին չի վերաբերում, այլ այդ մտածելակերպին է վերաբերում։ Ու քանի որ սա հրապարակային տեսանյութ է, եթե սա մեր մասնավոր երկխոսություն երբեք չի անդրադառնա, բայց քանի որ հանրային բան է, հրապարակում է լրագրողներով բանով, ապա ես չեմ կարող չանդրադառնալ։ Հանրային է սա, ուրեմն հանրային է պետք է անդրադառնամ։ Եկեք մի բան լսենք։ Ասում եմ ու 100% իմ խոսքին տեր եմ։ Եթե ինձ որևէ մի հատ ոստիկան զանգի ասի դու խիչ ես մուծել ես գումարը, ու զանգելու է։ Գալիս ենք ինչ-որ բան բռնագրավենք, դրա պատասխանը արդեն ուրիշ ձևով կտենաք։ Ես ամեն ինչին ընդունակ եմ ու խոսքս ոչ մեկ ուրիշ ձև չընկալի։ Ես իմ շահերն եմ պահում, կներես։ Որևէ մեկը ստեղ թուրք չի, սաղսել հայ ենք։ Հայրենասիրությունից ում խոսցնես 3 կիլոմետր կխոսա, մտես ինտերնետ կոմենտերի տակ ինչ ասես կգրեն։ Ուր եք արա, ձեր ազգի տերեր եք, հել եք արեք, մի հատ տենանք, ով է թուրք։ Ով է թուրք։ Սարուկյանն է թուրք։ Ով է թուրք։ Բռնեք կաշին քերեք թուրքի։ Դրել են անունը թուրք։ Ցավը տանեմ, եկել ես նստել ես ռուլի։ Այս ազգի համար ինչ ես արի արհանգեր, մի հատ հիմար սարքել ես մեն, որ իմ նմանը գալնա թուրք։ Փակելա որ դա թուրքին։ Դարեք իմ պատասխանը տվել։ Աշտանել մոտիկ ախբերենից իրանից հեռու է։ Ինչ բանա, թուրք են դրել անունը։ Քանի կար ասում էր հենց ես իրան ուզում եմ հարց տամ, թողա դեմս կայնի հարց տամ։ Նիկոլ Փաշինյան, քեզ եմ ասում։ Ասում էր Արցախը Հայաստանն է եւ վերջ, կռվեք տղեկ։ Հիմա էլ ասում ես արա տշնամի են, ով ես դու вообще։ Կասում դի պատասխանը քեզ ինչ էր արել։ Մենք այսպես դու մենակ Ծառուկյանի տունը չմտար։ Արա ով որ այդ մարդու հիմնարկից հաց ուտել դու պայրամո դրա տունը տա չեն իջնեմ դու ասում ես։ Ինչ ես խոսում ընտանիքի արժեք գիտես որ արա դու вообще։ Հայ Դեք մարդիկ իրավունք ունեն իրենց կամ արտահայտությունը կամ ինչ որ համաձայն չեն արտահայտել ակցիաների տեսքով, ցույցերի տեսքով եւ ես հարգում եմ այդ իրավունքը հարգում եմ բայց ես չի անդրադառնա սրան կամ անդրադառնալու շատ հնարավոր է անգամ իրենց շահերը փորձեի պաշտպանել երբ որ մարդիկ դուրս են եկել ինչ որ թեմայով եթե այս ամեն ինչում ներգրավված չլինի նաեւ մնացած քաղաքացիների շահը այդ թվում նաեւ իմ ու քաղաքական շահի մասին չխոսքեց այստեղ քաղաքական շահ այս թեմայով չունեմ շահը հենց որպես քաղաքացի նախ թուրք բառի հետ եկեք գործ մի ունեցեք որովհետեւ եթե դուք չգիտեմ գուցե մեկը ձեզ թուրք ասել վիրավորվել եք կներեք առավոտից իրիկուն Նիկոլին սատարողներին ինչ ասես ասում են կամ դուք սկզբունքային պիտի լինեք որևիցե պարագայում չընդունեք դա ու թույլ չտաք դա կամ չպիտի ասեք բանը եկեք դուրս եկեք սրանց տնենք սա այս մասով ինչ արել մի հատ հիմնարկ սարքելա որ ես գնամ աշխատեմ ապա չգիտեմ դու ինչ կարաս աշխատես բայց հիմնարկներ շատ է սարքվել Հայաստանում շատ չէ բիզնես կենտրոններ չէ որովհետեւ պետությունը պետական հիմնարկ կարա սարքի պետությունը չի կարա զավոդ սարքի մասնավոր դա ինչ որ ձեռներեցությամբ զբաղվի եթե դու միջև հիմի չես հասկացել շատ վատ է ինգերս մոռացի դա չի կարա սա կոմունիստական բանը պետություն չի ու չի կարա լինի հիմնարկը ինքը պիտի ստեղծի միջավայր որտեղ որ բիզնեսմենը կարա գա ներդրումային ծրագիր իրականացնի եւ այլն հասկանում ես ու այ հենց ստեղ էլ խնդիրն է բիզնեսմենը ով ուզեցել է ներդրումային ծրագրով գա հիմնարկ սարքի որովհետեւ կառավարությունը ստեղծել է այդ միջավայրը այդտեղ Սարուկյան Գագոն խափել է այս ներդրողին կացել է փողերն էլ տարի ֆրծրել է իր անձնական շահով դա քրեական հոդված է ինչի համար դատվում է հասկանում եք չի կարելի հոդված ուզում եք պահանջ մի հատ էլ ավելացեք ասեք թող ոչ մեկ չդատվի ինչ արվում է թող ով փողա գողանում կամ խարդախություն անում թող չդատվի ասում եմ այս մարդիկ դե մի այդ պահանջով են եկել բայց երբ որ դու ասում ես չէ Ծառուկյան Գագոն չպիտի դատվի ոչ ընկեր պիտի դատվի գողացել է դատանը ընդ որում սա դեռ ենթադրյալ դատանը կորոշի վճիռը կհրապարակի մինչև վճիռը հրապարակվել է ինքը իր շահերն է ներկայացնում պրիտոմ խնդիր չունի փաստաբանների մեղադրող կողմը դատախազությունը Իրանը ու որոշում է կայացնում դատարանը Հայաստանում ահագին մարդիկ կան որ նստած են բերդում
Գիտեք ինչու։ Որտեվ ամեն մեկը մի խարդախություն արե, մի շուստրաբատ եղել, սխալվել է, չի սխալվել, կապ չունի։ Միամիտ է, մարդը միամիտ մարդ է գցում ավտոյի տակ, այդ մարդը չի մեռնում, բայց մեկը իր վրա բաներ։ Ախպեր ջան, ումից է ավել։ Ինչ է նշանակում, այս Սարոկյանի տուն չմտար, իսկ մարդու տուն մտար։ Դե մի սկզբ բան ասեմ։ Պետությունից գողացողը ինձ համար կոռուպցիոներ կլինի, ինչ կլինի։ Ինձ համար դա պետության դավաճանին համազոր բան է։ Իրավական իհարկե ցավոք սրտի մեր իրավական բանը համակարգը ուրիշ ձև է ասում, բայց ինձ համար բարոյական տեսանկյունից պետությունից գողացողը դավաճան է։ Սեփական պետության դավաճանն է։ Հասկանում ես։ Որովհետև մի բարձ պատճառով, որովհետև պետությունը, պետության բյուջեն, պետության կառավարումը իրականացվում է քաղաքացիների քվեով կառավարումը։ Բանը բյուջեն քաղաքացիների դրած փողն է, որը պատկանում է քաղաքացիներին, որը պիտի կառավարի պետությունը։ Դե ինչպես վարվի այդ գումարի հետ։ Ու եթե այնտեղից գողացվում է, չի մուծվում, խաբվում է, խաբեություն ալնում եւ այլն, դա խախտում է կառավարման համակարգը։ Դա վնասում է բոլոր այն ուղղությունները, ինչի համար վճարում է բյուջեն։ Հետևաբար տուժում եմ ես ու 3 միլիոն քաղաքացի։ Ու եթե քեզ թվում է, թե քո ընտանիքը, իմ ընտանիքը, մյուսի ընտանիքը ընտանիք չեն, չարաչար սխալվում ես եղբայր։ Այո, իմ մոր հավանաբար բարձրացող թոշակից է գողացել ինքը։ Այո, իմ հարմարավետությունից է գողացել ինքը։ Իմ երեխայի բարելավող կրթությունից է գողացել ինքը։ Մենակ ինքը չէ, ցանկացած մեկ ով գողանում է։ Հիմա էլ են գողանում։ Ներշի չեն գողանում, հələ որ գողացողներ կան։ Ու բռնվելու են։ Ով բռնվի նույն բանն եմ ասելու։ Նույն ձև եմ դատապարտելու կարող ավելի դժվար, բարդ։ Եղբայր, դու ասում ես քո ընտանիք ամտել։ Տենց ես բնութագրում։ Ու դու չես նկատում, թե Ծառուկյանը հենց այդ գործողությունով ոնց է մտել Հայաստանի Հանրապետությունում ապրող բոլորի ընտանիք։ Սա մեկ։ Երկրորդ։ Դու աշխատողն ես Արարատ ցեմենտի։ Գնա աշխատի, ինչ ես ուզում։ Գնա աշխատի։ Վարչապետը։ Նայ, ջոտ, հիշում եք, երեք էր թառաջորներ ասեց այդ հարցը կլուծեն, հաստատ ոտնած չեն թողնելու այդ մարդկանց։ Դες չի լինի, վստահաբար ու եզրակ բան դրամաբանելով իմ պատկերացումները ասեցի։ Այսօր դրա մասին այնա, վարչապետը ասեց։ Այլև ասեց բնականաբար հաշվի ենք առնում այդ հանգամանքը, բայց այդ մարդկանց դուրսը չեն թողնելու, աշխատելու են, Արարատ ցեմենտն գործելու է։ Ու այո, պետականացվելու է։ Հետո ո՞նց կվարվի պետությունը իր գործն է։ Խնդիր ունես պետության հետ ապել։ Տղեկ, խնդիր ունեք պետության հետ։ Համեմատականի համար ասեմ։ Պղնձամոլիբդենում նույն կինոն էր։ Նույն կինոն։ Պետությունը չորով մտավ այդտեղ։ Մարդիկ էլի ձեզնից հաստատ պակաս տղերք չէին, քանակով էլ քիչ չէին, արխային եղեք։ Մարդը լավ ասեց տղեկ, մի արեք, ձեր համար ձեր գործին եղեք։ Մենք խոսում ենք հանցագործից ու հանցագործությունից։ Մենք չենք խոսում, մենք չենք եկել մեկից խլենք մեկին տանք, ի տարբերություն Սերժի Վախթա կինոների։ Այսօրվա դրությամբ, չէ, այսօրվա դրությամբ, առաջի երամսյակում մենք գնացեք բացեք նայեք, տասնամյակներով պղնձամոլիբդենը ինչքան գումարամուծը բյուջե, ինչա ցույց տվել, յանի ինչքանի եկամուտ ունի։ Ու մենք նայեք հիմա ինչքանի ունի։ Բայց սա գնում է բոլորիս, այդ թվում նաև ձեր ընտանիքները։ Ասում ես ինչ արել է, օրինակ։ Սա ես հարգանքով եմ խոսում, որովհետև դուք հանրային գործիչ չեք ոնց որ թե քաղաքական գործիչ չեք ոնց որ թե նո ամենայն դեպս որպես այդպեսին չեմ ճանաչում։ Ու խոսում եմ որպես քաղաքացին քաղաքացու է։ Հա դրա համար էլ հակված եմ հարգանքի տոնից խոսել ու մեկնաբանել ձեր ասածը, որը հրապարակային է։ Հիմա Անդրացեմ, սա ձեր համար տղեկ ջան, լսեք։ Ինչպես է Ծառուկյանը գցել իրանցիներին։ Տուժած մի խումբ գործարաններ պնդում են Ծառուկյանի մեղադրանքը լիովին ապա քաղաքական է։ Ասեմ ոնց։
Դուք ասում եք քաղաքական բան մուրրահանում, եկեք միասին կարդանք։ Գործարար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացող քրեական վարույթին արձագանքելով մի խումբ իրանցի գործարարներ հանդես են եկել հայտարարությամբ, որը փոխանցել են Civic-ին։ Կարճունի ունեն փոխանցել, բայց այն էլ ինչ փոխանցել են հրապարակել են։ Ներկայացնում ենք հայտարարության տեքստը։ Մի խումբ իրանցի ներդրողների հայտարարության տեքստը հիմա կարդում։ Հայ ձեռնարկատեր եւ գործարար Գագիկ Ծառուկյանի դեմ իրանցի գործարարների կողմից ներկայացված հայցի հիման վրա նրա փաստաբան Սարգսյանի կողմից հարցաքննության ժամանակ գործի քաղաքական բնույթի վերաբերյալ արված պնդումները չեն համապատասխանում իրականությանը։ Իր հարցազրույցում նա պնդել է, որ իրանցի գործարարների կողմից ներկայացված հարցը պատրվակ է եղել Գագիկ Ծառուկյանի դեմ դատական գործողություններ ձեռնարկելու համար։ Ճիշտ է, դե չեմ մտածում, բաներ կտամ բան, հա։ Սակայն դա չի համապատասխանում իրականությանը։ Ինչպես չի համապատասխանում։ Եկեք նայենք։ Այս գործով հայցվորներ հանդիսացող մի շարք իրանցի գործարարներ նշել են մի քանի կարևոր հանգամանքներ։ Առաջին կետն այն է, որ իրանցի գործարարների հայցը ներկայացվել է վերոնշյալ խարդախության, մաքսանենգության եւ փողերի լվացման պատճառով, եւ այս հարցի ներկայացումը սկսվել է ուշադրություն 2023 թվականի վերջին միաժամանակ Իրանում եւ Հայաստանում։ Տղեկ 2023-ի վերջին Գագիկ Ծառուկյանը քաղաքական հայտարարություն արած կա։ Ես իշքան հիշում եմ Գագիկ Ծառուկյանը անգամ 21 թվականի ընտրություններին չի մասնակցել, չէ՞, ճիշտ եմ հիշում, թե չէ, ժողովուրդ, կարող է սխալ եմ հիշում, չգիտեմ։ Բայց ինքը քաղաքական չեզոքություն է պաշտպանել այդ հաստատ։ Այդ 100%։ 23 թվին ինչ է եղել, Ծառուկյանը ինչ ա արել։ Սա փաստն է։ Որովհետև 23 թվականի վերջին միաժամանակ այս գործերը ներկայացվել ու ոչ միայն Հայաստան, որ ասեք չէ, հա Վարդան ջան, արա էս ինչ լավ ես դու ասում։ Յա, բայց կարանք ասենք սուտեն հիմնավորի որ սուտեն։ Այսինքն դու ուզում ես ասես, որ 23 թվականին արձանագրվածը համ Իրանում, համ Հայաստանում սուտա հիմնավորի ասեմ, օքեյ։ Մեկա Գագոս արտարա, հա, գարպավատանը բաշկի ծավալ։ Այս հայցի օրինականությունը ապացուցվել է ինչպես Իրանում, այնպես էլ Հայաստանում անցկացված իրավական եւ դատական հետաքննությունների մամուրա։ Մեկը չի կարող ասի, որ այս իրա ոստիկաններին ուղարկեց իրա քննիչները կարեցին գործը, որ իրա դատախազները էս բանը ամենտեղ դատեցան։ Այս հայցում իրանցի, կներեք, հետևաբար այս հարցը բուն ասարա։ Այս հայցում իրանցի գործարանի օգտին բարձրացված դատական գործերը հաստատող հիմնական գործոնն այն է, որ Իրանի մաքսային ծառայության հարցման եւ Իրանի ոստիկանության զեկույցի հիման վրա իրանցի գործարարների կողմից Ծառուկյանին ուղարկված ապրանքները հասցվել են նրան, սակայն Հայաստանի մաքսային եւ ոստիկանական հաստատությունների կողմից անցկացած հետաքննությունը ցույց է տվել, որ նա դրանք յուրացրել է իր հայեցողությամբ։ Հայկական դատարանը համագործակցելով ՀՀ ոստիկանության եւ մաքսային ծառայության հետ հասկացրել են իրենց սեփական անկախ հետաքննությունները դատավճիռ կայացնելու համար եւ Ծառուկյանի կեղծիքը մաքսանենգությունը եւ խաթարությունը ապացուցվել են։ Իրանցի կառավարության պաշտոնյաները նաեւ պաշտոնական նամակ են ուղղել ՀՀ վարչապետ Փաշինյանին այս հարցի հետ կապված հարցերը քննարկելու համար, խնդրելով որ այս հարցը հետաքննվի։ Հիմա իհարկե ձեզանից շատերը կարող են ասել, որ բա որ 23-ին եղեխեն հիմա բռնում, որովհետեւ հետաքննություն են արել։ Աշխատանք է դա։ Ցանկացած աշխատանք տևում է ժամանակատար։ Հայաստանի մաքսային ծառայությունը վերանայել եւ համաձայնեցրել է Իրանի մաքսային ծառայության կողմից տրված բոլոր ապրանքներն ու բեռնագրերը եւ պարզվել է, որ Ծառուկյանը եւ նրա գործընկերները կեղծել են Իրանից ներմուծված ապրանքներին վերաբերող բոլոր հայտարարագրերը, CMR փաստաթղթերը եւ այլն, եւ մանիպուլյացիաներ են կատարել դրանց քանակի եւ որակի առումով, իրենց օգտին ստանալով 100 միլիոնավոր դոլարների շահույթ ախտել։ Այսպես դրանք Իրանից ոչ մի ապրանք օրինական ճանապարհով չեն ներմուծել եւ կեղծել են դրանց բոլոր վերաբերող փաստաթղթերը։ Սա համարվում է երկու երկրների մաքսային համակարգի խափանում ախտեր։ Իրանցի գործարարները 21 միլիոն դոլար արժողությամբ ապրանքներ են ուղարկել իրենց համատեղ ընկերություններին եւ Ծառուկյանին եւ այդ ապրանքները չեն հայտարարվել այդ ընկերություններին, վաճառվել են կեղծ թղթային ընկերություններին, կեղծ մաքսային փաստաթղթերի միջոցով ստացած գումարը փոխանցվել է Ծառուկյանին եւ նրա ընկերներին, գործընկերներին։ Այս ապրանքների մեծ մասի ճակատագիրը անհայտ է։ Գործը հարուցված
հարուցած իրանցի գործարարները նշել են, որ գործի բովանդակությունը քաղաքական չէ, եւ որ հայկական լրատվամիջոցները չպետք է կեղծ մթնոլորտ ստեղծեն այս առումով։ Շահոգե։ Սարոկյանը կատարել է ակնհայտ առևտրային խախտում, որը խաթարել է Իրանի եւ Հայաստանի միջև տնտեսական հարաբերությունները, խախտումները կատարվել են ազգույզեւով, մինչև այն աստիճան, որ կասկածներ են առաջացել երկու երկրների միջև հարաբերությունները խաթարելու դիտավորյա փորձի եւ քաղաքական դրդապատճառների վերաբերյալ։ Զորով պարսիկներին ուզեցել է լարի մեր դեմ, ախպեր ջան։ Դուք ընկել թուրք եք ուզում մորթեք։ Հասկանում եք, չէ՞ ինչի մասին է խոսքը։ Երկրորդ հանգամանքն այն է, որ 24 թվականից ի վեր Գագիկ Սարոկյանը եւ նրա գործընկերները սպառնալիքների միջոցով կանխել են իրանցի հայցվորների մուտքը Հայաստան, վախացել են, ասում են, հարկած Հայաստանի կգյուր են խոսքի։ Նրանց կողմից հարցը հետապնդելու համար եւ բողոքը հերակակարգով հետապնդվել է դատական եւ իրավական մարմինների միջոցով արդյունքում հետաքննություններից եւ հարցումներից հետո Սարոկյանի խախտումը ապացուցված եւ հաստատված է։ Նա օգտվել է իրանցի գործարանների սեփականությունը առանց նրանց ներկայության կամ իմացության փոխանցել է նրանց սեփականությունը կամ իրանցի սեփականատերերի անունից ստեղծել է լիազորագրեր եւ երաշխիքներ իր օգտին։ Առանց նրանց համաձայնության, առանց նրանց ներկայության Հայաստանում եւ առանց նրանք պաշտոնական նոտարում գրանցելու Սարոկյանը կես ստորագրություններով փոխանցել է իրանցի գործարաններին պատկանող ընկերությունների բաժնե տոմսերը։ Իրանցի գործարանները, որոնք այս ընկերությունների միջոցով ձգտում էին Հայաստանում նախամշակման, գործարաններ եւ բենզալեցակայաններ հիմնել, լուրջ վնասներ են կրել։ Գիտեք նախամշակման գործարանը ինչ է։ Հիմա ասում էր թուրք հայերտոնի բան հայեր ինչ է խոսում ընկեր ջան։ Հիմա ոնց հասկացա, իրանցիները այստեղ նավթամշակման գործարան են դնելու։ Դա գիտես ինչ է։ Այսինքն որ ասում ես դուք մի ընտանիք եք մտել։ Հարյուրավոր մարդիկ են աշխատելու։ Դու հիմա մտնում ես այդ հարյուրավորների ընտանիքներ։ Գումարած դրան Հայաստանը իր վառելիքային կախվածությունը մաքսիմալ ձևով չեզոքացնելու է։ Դու հասկանում ես դա ինչ։ Դու հասկանում ես ինչ վնաս է տվել քո Սարոկյանը Լյուբոյ մի հատ Հայաստանի Հանրապետության քաղաքացու։ Դու այս մասշտաբը հասկանում ես ընկեր։ Այդ դրա համար եմ ասում, քո ընտանիքը մնացածին ընտանիք չի։ Ուզում ես աշխատես, խելը գնա աշխատի, ինչ գործնա։ Ուզում ես այս ամեն ինչը պաշտպանես, ուրեմն լսի։ Ուրեմն լսի, թե ինչն ես պաշտպանում։ Նավթամշակման գործարան, Ժորսը գիտեք ինչ է։ Սա ռազմավարական կարևոր սա ու լինելու է հիմա։ Հիմա պիտի լինի, որովհետև εμրասպես մի այդ հիմնած դեղցիլ է գնանք աշխատենք։ Այ հիմա կլինի այդ հիմնարկը կգնաս դե կաշխատես։ Նավթամշակման գործարանում։ Եվ Հայաստանում ինքնական եւ բենզալեցկաններ հիմնելու ջանքերը դադարեցվեցին։ Այսպեսով վնասելով երկու կողմերի միջև տնտեսական հարաբերություններին եւ համագործակցությանը։ Երկու երկիր կա որ սահմանից բացա, մեկը Իրանն է, մեկը Վրաստանը։ Դուք նայեք ինչ կինո են բռնել։ Ինչ կինո են բռնել։ Որ ամբողջ պետությանն է վնասվել, այս մենակ Թալանը չի։ Ասենք օրինակ, մեր էկոնոմիկայի նախարարը, բարձր էկոնոմիկայի նախարարը, դուք մի բանից խոսալը ջոկմեսի չի խոսում, օրինակ, իրավիճակն է տեսնում։ Որը տենաս ինչ ա եղել, ախպեր։ Դե ինձ շատ գիտի որ կարամտացի որ Սարոկյանը հովանավորվում է բանի կողմից։ Չի ասում պրյամը ինչ է, որովհետեւ դրանք դիվանագիտական հարաբերություններ են։ Միջև բարձել են ինչ ա եղել, հələ բարձվում է Իրանին հանել ու փորձել եք հանել մեր դեմ, հասկանում եք դուք։ Սարոկյանի խատախությունները հանգեցրեցին նաև Հայաստանում Իրանի առևտրի կենտրոնի փակմանը։ Այնտեղ գործող ավելի քան 270 իրանական ընկերությունների գործունեության կասեցմանը եւ առևտրի կենտրոնում նրանց գույքի բռնագրավմանը։ Հատկանշական է, որ տվյալ անձի դեմ իրավական գործողությունը ձեռնարկվել է գործում արկա փաստաթղթերի ապացույցների եւ անուղղակի ապացույցների մամրա եւ այս հարցը քաղաքական բնույթի չէ։ Իրանում նույնպես գործը քննվում է իրավաբանական հարթակներում եւ մեղադրյալների հանցագործությունները բացահայտվել եւ մեղադրանքները բացատրվել են եւ նրանց վերջնական պաշտպանությունը ներկայացվում է մինչեւ վերջնական մեղադրական եզրակացության հրապարակումը։ Հայաստանի դատարանները նույնպես քննում են այս հարցը օրենքն ու արտադրությունը պահպանելու համար եւ նրանք լիովին միմյանց հետ համաձայն են այս հարցում։ Իրանցի գործարանները խնդրում են, որ այս դատական գործընթացը չներկայացվի որպես քաղաքական գործ եւ գործի բովանդակությունը չհայտարարվի որպես զրպարտության եւ ստի առարկա։ Այս դեպքում մաքսանենգությունն ու փողերի լվացումը իրականացվել են Գագիկ Սարոկյանի ղեկավարությամբ եւ այս հարցի բոլոր կողմերը բավականին պարզ են։ Մի խումբ իրանցի գործարաններ խնդրեմ փաստաթղթերը։ Էսի եւ անել տեսակարտը։ Արման Աբովյան, ոնց ես։
Եվ երբ որ հիմա տեսեք ես երեք ինչ էի ասում, այո, մի քիչ չի դզում էլի որ դիմադրություն մարդը ցույց չի տալիս, բայց պարկասնում եք պոլին, հետո նկարում գցում եք համեցան։ Բայց բարձվում է որ այդ տեսարանը այո անհրաժեշտություն էր։ Ոչ թե մեզ համար։ Մենք այն ժողովուրդն ենք առհասարակ, որ խղճով ժողովուրդ ենք, իսկապես խղճով ժողովուրդ ենք, էլի մենք։ Ասենք մենք կարող է մեկին շատ ատենք, բայց հենց մեկ մի բաներ ասենք լավ դե մի լավներ բատեր, բայց մերկեր էլի էսմոմ։ Այսպես բաներ։ Իմիջիայլոց հենց դրա համար մշտապես ցեղասպանվել են։ Հենց դրա համար այ Բաքվի ու Սումգայիթի ջարդերը տեղի ունեցան դրա համար։ Ես սրա մասին շատ եմ ասել, որտեղ կազմակերպել է DFSB-ն։ Ու ես մի առիթով մի շատ կարևոր մարդու հետ երբ խոսում էի, ու ասում էի լավ, եթե երբ խորհրդային միությունը պիտի քանդվեր, դրա մասին նախապես մի քանի տարի առաջ սկացնել որ ամեն ինչ գնում է քանդման, ու պիտի տեկտոնիկ ցնցումային տիրույթներ ստեղծեն, որպեսզի քաոսի մեջ կարողանային որոշակի օրենք կառավարել, մինչև իրանք ոտքի կանգնեն, այլ դա էլի այդ ամեն ինչ հավաքեն, խորհրդային միությունը վերականգնեն նորովի։ Դա բաղուցապլան։ Ու սովետի երկրներն որտեղ ինչ ռումբիկ փուճուրիկ դրել էին, դրանք սա դետոնատորներով միացրեցին ու գնաց։ Գնաց դե մեր մոտել պիտի Հայաստան-Ադրբեջան թեման ուրցնեին։ Չնայած սկզբում պիտի Հայաստան-Վրաստանը ուրցնեին, էնել փոշմանեցին Հայաստան-Ադրբեջանը ուրցրեցին, որտեղ ստեղ մի քիչ բարդ էր որ կստացվի։ Նայեք, ուրցրեցին հենց այդ բանը Բաքվի ու Սումգայիթի ցեղասպանություններով։ Ուրեմն ու որ խոսում ես այսքան ուզում ես ասես որ FSB-ի համար կարևոր չէր թե ով ում կջարդի, ասում չէ։ Իրաց պետք է որ նման բան տեղի ունենա որպեսզի SSS ու ասի այդ դեպքում ինչի մեջ չկազմակերպեցին որ հակառակ լիներ մեր մոտ ջարդերին ադրբեջանցին բարձ այդ հարցի պատասխանը որովհետև հայերը չէին ջարդի ինչքան ուզում ես աշխատի հետ դրա նրանք տենց գոմակով չէին հարցակելու չէին սպանի մարդ կանց всё այդպեսի բան նաև հայերի ու վրացիների մեջ էլ դժվար էր կազմակերպել իսկ հայերի ու ադրբեջանցիների մեջ էր որովհետև նրանք կայացած ժողովուրդ են նախում ես ինչ է հասկանում եք այդպես են սարքել Նենց որ տղեկ ջան, եթե ես եթերը կդիտեք, խնդրում եմ միջև վերջ դիտել ու փորձել հասկանալ խոսքը իրականում ինչի մասին է։ Ու դուք հիմա սատարում եք սա։ Գիտեք, ես սատարելու հետ կապված մարդ եք, դուք ձեր հարաբերությունները, ես որևիցե մեկին չեմ համոզելու, բայց ինձ ամենաշատը դուր է եկել Սուպեր Սակոյի պատասխանը, լուրջ եմ ասում, նայեք, հավես մարդը պատասխանում է, մարդը հարաբերություններ ունի Ծառուկյանի հետ ունի, ասում եմ, բայց սատարում եք, թե չէ, բան նա ինչ է պատասխանում։ Ծառուկյանը իմ ընկերն է, ես իր համար աղոթել եմ այսօր, գիտեք ինչա, ես էլ եմ լիքը տենց դատվել բռնվել սարքել, դատական պրոցես է, կարտարանը կհերնի հաստատեմ, որ ինքը տենց լիքը բաների մեղավոր չի, կամ չգիտեմ, նայած, բայց տենց օրենք կա, օրենքը գործում է այս երկրում, բոլորս ինչ որ եթե սխալ բան արել ենք, պիտի պատասխան տանք, եթե չենք արել, չէ, կարտարանանք ու կհելնենք։ Աղոթում եմ իր համար, իր ընտանիքի համար, ինքը շատ լավ մարդ է, մնաց ասել ժամանակը ցույց կտա։ Ծառուկյանը իմ ընկերն է։ Всё, ախպեր, մարդ ասում է, հա, ախպեր, Ծառուկյանը իմ ընկերն է։ Ես աղոթում եմ, որ իր մոտ լավ լինի ամեն ինչ։ Դա նորմալ է։ Ցանկացած ընկեր իր հանցագործ ընկերոջ համար կարա աղոթի, որ էշ տանի կալանքը։ Կարա։ Ախպեր, ասում եմ, ես էլ եմ լիքը կակեր կերեք, նու քներեք ես կողքի արտահայտություն։ Ես էլ եմ սխալվել, այո, դատվել եմ, ախպեր։ Բայց չպիտի դատվել եմ։ Եթե տենց է կորոշվի, օրենքն էլ գործում է այս երկրում։ Կորոշվի, կդատի, չի որոշվի կարտարացվի կելնի, վերջ։ Մարդը չի ասում, չէ, քանի որ իմ ընկերն է, ես նրան սատարում եմ, այս իշխանությունները ուրեմն թուրք են։ Դիտավորյալ բաներ։ Ամենաադեկվատ պատասխանը լուրջ եմ ասում։ Ինչ ասես, կարաս բանացուս, չուս կարաս։ Բրավո, Սակոջան։ Մեկ էլ մի հատ էլ համառոտ թեմա ու երևի թե եզրափակենք։ Մի հատ տեսանյութ են տարածում, որտեղ որ ազգային ժողովի բակի այդ սրճարանն է, Փաշինյանը երբ որ գալիս է, ընդ մեր կողքի կամ ոտքի են կանգնում, նստում են, հետո նստում են, ու գրառում եմ էլի ձեր համար բան անել։ Մի հատ էս վիդեոն նայեք, կներեք։ Այս մարդիկ ոտքի կանգնեցին, իրանք են սեղանի շուրջ նստեցին, այս մարդիկ ստեղ նստեցին։ Լսենք, ինչքան անմեղ վիդեո է, չէ՞։ Եկավ Փաշինյանը։ Սենց ազգային ժողովում նստեցին։ Всё։ Անմեղ վիդեո է, չէ՞։ Բայց Քոչարյանի բանի
գրասենյակի ղեկավարի սիրտը այստեղ չի հանգստացել ու իրանց մյուզեյմով, որը պատկանում է Քոչարի, մյուզեյմը, որը պատկանում է Քոչարյանի հետ գրասենյակի աշխատակազմի ղեկավարին, ինչ ա գրում, ինչ են գրում։ Ասում է բռնապետության եւս մեկ դրսևորում։ Ազգ սրճարանում նստած մարդիկ աշակերտների նման կանգնում են, երբ սրճարանն է մտնում Հայաստանի գերագույն գլխավոր դավաճանը Նիկոլ Փաշինյանը։ Այսօր հասանք, սա անկախ պետության ազգային ժողով է, ուր երկրի առաջին դեպքը տիկնապահների հետ բանակով է շրջում, հենց ազգային ժողովի շենքի ներսում տիկնապահների հետ է ազգային ժողովի սրճարան մտնում։ Հիշեցնում եմ, սա ասում է Նյուզեյևը։ Այսա Նյուզեյևը, որ պատկանում է, ունեք չի նմերվում է։ Այս նշանով ինչ տեսնում եք, իմացեք ինչ եք դիտում։ Ուրեմն նախ երկրի ղեկավարը պապացել իր գործը պիտի անի։ Անվտանգությունը պիտի ապահովում ամեն տեղ, այո, ամեն տեղ։ Քայլում է, դա քայլում է։ Քշում է, դա քշում է, ո՞ց ասում։ Այդ ձեր Սերժը կարար վեր կենար գնար Չինաստան երևի մենակով։ Ու ցողունային բջիջների չգիտեմ ինչ էր աներ, գար տենց էլ չհասկնայինք, վերքով կարին չարի։ Դա ոչ միայն Փաշինյանի անվտանգության համար է, դա նաև վերահսկողության նման մի բան է։ Հասկանում եք, որպեսզի ամենատարբեր պրանքներ ինչ ուզեն չխոսան, այստեղ էլ ամենատարբեր ցինիկներ ոնց ուզեն չլապարոշվեն։ Երկրորդ։ Արա, հարգանքի նշան է մարդը, որ ոտքի է կանգնում։ Գալիս է վարչապետը, ինքն էլ հնարավոր է մի պատգամավորի է, օգնականն է, կամ այդ պատգամավոր է, չէ, համոզվում չասում ոտքի կանգնեք, էլի կար եկավ, չէ, մարդը հարգանքից ելնելով ոտքի է կանգնում։ Ես հասկանում, դուք գիտեք որ տեսակն եք, այն տեսակն եք, որ 10-12-13 տարեկան տղա երեխին ձեր կողքը նստացնում եք, տարիքով ծեր մեկը բարձրանում է կամ աղիքին, դուք թույլ չեք տալիս, որ ձեր երեխան տեղը զիջի նրան։ Ու երբ որ ինչ-որ մեկը ուզում է դիտողություն անի, դուք ասում եք, ես վճարում եմ, որ մենք նստած գնանք։ Այս տեսակն եք դուք։ Հարգանքը դուք չգիտեք ինչ է։ Բայց հələ դուք նստած եղեք ու թող ձեր Քոչարյանը մտնի, ընդ որում որտեղ ուզում է լինի։ Մենակ դուք չէ։ Գերդաստանով ոտի կթռնեք, պռոպկի պես կթռնեք։ Ու այնքան չեք նստի, մինչև ձեզ ասի նստեք։ Հասկացեք տարբերություն։ Այս աստիճան չի կարելի։ Լավ էր, իսկապես լավ էր Պետրոս ջան։ Դե ինչ, արդեն ժամուկեցից ավել եթերում ենք, եկեք սահմանափակենք այսքանով երևի թե ու ամփոփենք։ Այո, ես դատապարտելու եմ քաղաքական ցինիզմը, եւ ես դատապարտելու եմ ընդունելով ընտրելու իրավունքը, բայց չեմ կարող գնահատական ու բնութագիր չտալ մեր այն հայրենակիցներին, ովքեր որ այս ցինիզմը հաթաթում են մեր գլխին, ինչով է դա ցինիզմ, հենց նրանով, որ մի կողմից իրանք ասում են երկրի վիճակը չի, մյուս կողմից ինչ հարց տալիս են, իրանք վերածում են, չգիտեմ ինչերի, խնդալու, չգիտեմ սարկազմների ու անկարևոր մի բանի։ Խոսքով, սա շատ վատ բան է, որի վերջը պիտի տրվի, ու լավ կլինի, որ հենց դուք սկսեք դրա վերջը տալ, որովհետև մենք վաղուց դա վերջացրել անցնում ենք առաջ։ Հիմա ձեզ ասում են, այդ առաջը վատ բան է, եկեք հետ գնանք։ Ես չեմ կարող թույլ տամ, որ հետ գնանք։ Հետը վատ է։ Չնայած ես հարգում եմ հետում իմ կյանքը, որովհետև միշտ էլ անցյալը դիտաշտարակը ապագայի համար։ Բայց եթե հետ գնանք, բա որ ընդեղ էլ մեկը դուրս գա պատվարից, ասի եկեք մի քիչ էլ հետ գնանք։ Իմիջայլոց ձեր սիրելի Ռուսաստանը հենց այդպես էլ անում է։ Քիչ-քիչ հետ է գնում, ու ինձ թվում է այս տեմպերով մի քանի տարուց կհայտնվի 18-րդ տարում։ Բավ եք ժողովուրդ ջան, ամենայն բարիք, շնորհակալություն եթերը մշտապես դիտելու, տարածելու համար, մեկնաբանությունների դաշտում ակտիվ լինելու համար, հետևելու ձեր դիտարկումների համար նույնպես։ Լավ եղեք, բարի գիշեր ձեզ կհանդիպենք։